Ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ արտահայտում է այսպիսի խոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող ուղղակի այս ամենը փակել կամ մոռացության մատնել։ Ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեն, բայց քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է։ Եվ այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այսպես մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է հետ քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի ընդունում։ Ուղղակի հետևողական պետք է լինենք։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտելը անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե ասենց կանում ես մի գործընթացը, փորձում ես հետ պտտացնել, իհարկե սա խնդիրներ է ստեղծում նաև ճանաչման։ Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչինչ բանի չես հասնելու։ Հիմա պետությունը հետ է քաշում այս հարցից։ Ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանելու հարցից։ Եվ մենք տեսանք, թե արդյունքը ինչպիսին էր։ Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք եւ իմ առաջարկը ասենց ագրեսիվ աշխատանքի մասին չի, դիվանագիտական, հետևողական, բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց լրացուցիչ թշնամանքի ասենց ավելացման։ Սա է ճիշտ ճանապարհը։ Հատկապես մենք գործ ունենք մի մեծ հարևան երկրի հետ, որի հետ հարաբերությունները նաև ցանկանում ենք վերականգնել եւ բանակցում ենք այդ ուղղությամբ բավական ակտիվ ժամանակին։